ամիրանով է կասիկ եկել դեպի Մաշտոց ամիրան խաչմերով, ճիշտ է։ Այո։ Որ եկել եք, ասացիք օրինական պահանջ ալա չէ։ Ծազում։ Որ մասում այն, ձեր ասում մեքենայի մեջ եք դեռ նշել ալա։ Իմ կողմից Չէ մասում շեցողից, ոստիկանության կողմից, ոստիկանության կողմից, երբ որ լինում նոմանատիվ ակցիաներ։ Չէ, չեմ հարցում, տներեք էլի որ կոնկրետ հստակ այդ օրվա մասին ոստիկանության կողմից, թե պատվորի կողմից է, բարեկային ծառայության կողմից է, թե մեր կողմից է, հստակ չեմ կարող նշել ում կողմից, բայց բարձրախոսով ես լսել եմ մեքենաներից, ոստիկանության մեքենաների մեջից, որ կոնկրետ մարդիկ կա, որոնք հստակ բարձրախոսով նշում են։ Հարցիս նպատակը որն է, ուզում եմ այդ բառը ֆիքսել։ Դուք եկել ասել եք ամիրան խաչմերով, եթե չեմ սխալվում, չեք կարողացել հասնել խաչմերով, շուտ իջել եք, քայլելով եկել եք դեպի խաչմերով, ճիշտ։ Ոչ միայն քայլելով, մեքենանով Կոնկրետ ձեր մասին եմ։ Հա, քայլելով եք եկել։ Այ երբ որ դուք հասել եք ինչ որ X կետի, խաչմերով չհասած, բաներում եք խաչմերով։ Այդ ժամանակ արդեն հնչել եք պահանջել, թե հետո է հնչել։ Եվ այդ ժամանակը հնչել, եւ դրանից հետո։ Եվ դրանից հետո։ Լավ, այս հարցը բոլորի տալիս են, դες էլ պետք է տանել։ Տեսեք, կան շատ տեսաձայնագրություն։ Լսվում են շատ բաներ, գոռոցներ, խոսք, սիրենաներ։ Պարոն Ալբազյան, ոչ միտեղ չի լսվում օրինական պահանջ բարձրախոսից։ Ու տեսախցիկները հիմնականում ժողովրդի մոտ են, այսինքն ենթադրաբար այն մարդկանց, ում համար այդ պահանջը հնչեցվում է։ Այդ դուք օրինակ պնդում եք, ասում եք, պիտի որ ժողովուրդը լսած լինի դա, բայց տեսախցիկները ոչ մի տեսախցիկ, միջանից 3-4 զայնագրություն կա։ Ոչ միտեղ օրինական պահանջ, ոչ մի կերպ չի լսվում տեսաձայնագրություն։ Սա ոնց է դուք բացատրում։ Ես չեմ բացառում։ Միջանից ես ինքս այնտեղի չեմ լսել նման բան։ Չի բացառում, որ բնական է, պարտադիր չի տեսախցիկը ֆիքս։ Շատ ժամանակ տեսախցիկները այլ բաներով ոնց որ զբաղված լինեն, եւ չեն ֆիքսում ոստիկանության կողմից հնչեցված օրինական պահանջները։ Զայնի մասին է, տեսախցիկը չպիտի միայն պահես դրա վրա, որ զայնը ֆիքս է։ Ձեր հարցը չեմ կարող հստակ պատասխանել, որովհետեւ ես կոնկրետ նմանատիպ ինչ արդեն 21 տարի ոստիկանություն ծառայում եմ, նմանատիպ միջոցառումներ, որ լինում է, հստակ կարող եմ ասել, որ միշտ օրինական պահանջը բարձրախոսով եւ անհատական ես նոր շեշտեցի, եւ անհատական մարդկանց, ովքեր որ կոնկրետ ուղղորդում են միջոցառումը, կոնկրետ մարդկանց ասում, որպեսզի ժողովրդին հանգստացրեք, ասեք, իսկ կոնկրետ ձեր հարցին պատասխանում որ ես վստահ կարող եմ ասել, որ ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ կարող եմ նշել, որ շեշտել եմ օրինական պահանջը ներկայացնում։ Այսինքն դուք բացատրություն չունեք, թե ինչի ոչ մի տեսախցիկ չեմ կարող, իհարկե չեմ կարող ասել, չեմ կարող պատասխանել։ Նաև ասեցիք, որ բացի բարձրախոսից անձնապես էլ մարդկանց Ես անձամբ չեմ, բայց իսկ ինչ գիտեք, որ ասել եք։ Վստահ եմ ուղղակի։ Այսինքն չգիտեք, ենթադրում եք, որ ասել եք։ Հաշվառելով ձեր նախկին փորձը մնացածը վստահ կարող եմ ասել, որ ասել եմ ասել։ Բայց կոնկրետ ում ասել, ում կողմից ասել չեմ կարող ասել։ Այո։ Լավ։ Տեսեք, դուք դատախազի հարցին ասացիք, որ մենք երբ որ շրջվեցինք, երթին հակառակ մոտեցանք դեպի ձեզ, ասացիք, մենք փորձեցինք հասկանալ ինչի են իրանք եկել ու չհասկացանք։ Ինչ ձով եք փորձում հասկանալ, դա ինչ ձով ադրսևորվել, հարցրել եք, մտածել եք ձեր մեջ, ոնց է եղել։ Կոնկրետ, եթե ես իմ կողմից ասեմ, կոնկրետ ես ինքս, երբ որ ձեզ նկատեցի, որ ընկերներով կամ ձեր թիմակիցներով կամ աջակիցներով թեթևի գալիս եք առաջ, չեմ կարող հստակացել ով, բայց վստահ եմ, որ ինչ-որ մեկը մոտեցավ, ինչ եք ուզում, եք գալիս տենց մեր կողմը, թևանցած միասին, չեմ կարող հստակ հիմա հիշել ու ասել, ինչ պատասխան է եղել, բայց վստահ կարող եմ ասել, որ թևանցում դեպի մեզ եք եկել։ Չի վերջում, բայց ինքս ասում եկել ենք, դա վերջ երևում ավարվեց, այստեղ խնդիր չկա, բայց դուք ասացիք, որ այդ հարցները դուք ենթադրում եք, որ ինչ-որ մեկը հարցրել է, գիտեք։ Չէ, ենթադրում եմ, որ այո։ Տեսեք, ենթադրությունը մի բան է, ինչ-որ մի բան եղել է թե չէ եղել, դա ուրիշ բան է, այստեղ բան է։
Այսինքն դուք անձամբ չեք հարցրել, չեք տեսել ինչ-որ մեկին, որը հարց է տվել, դուք ուղղակի ենթադրել եք, որ պիտի որ հարցրացնեն։ Միանշան։ Տեսեք, ես ձեր ենթադրությունը կիսում եմ, ես էլ եմ ենթադրում, որ ինչ-որ մեկը պետք է հարցներ, բայց ոչ մեկ չի հարցրել։ Ասեմ ավելի, մենք ինքներս ասել ենք, թե ինչ եք ասել դրա։ Հեսա հարցերով կորցեմ, էլի հա, որ ձիավով չգնեն, հետո կարող ենք խոսել։ Տեսեք, մինչև այդ մենք գալը, կհիշեք, Բերմանը ենթարկվել մի հատ տղա, ոնց հասկացա իր հարազատ նա քույրն ալվա շատ բարձր լացում էր։ Հիշում եք նման բանը։ Մի հատ աղջիկ շատ բարձր լացում էր։ Չեմ կարող հիշել։ Չեք հիշում։ Այո, եթե կա տեսա ձայնագրով կամ ինչ-որ բան, նայենք հնարավոր է։ Չկա, այդ ամեն չկա։ Հիմա տեսեք, նաև ձեր հարցին փորձեմ պատասխանել, ամեն հարց տա։ Հիմա եթե դու երկի մեջ ես, նաև ունես որոշակի լիազորություն չես, իմ մասով որոշակի իր ճանաչելիություն եք ամեն ինչի մեջ ու լսում ես, որ երկի մեջ վերջում շատ բարձր աղջկա լացանում են, հատկապես որ կային տեղեկություններ, ոստիկանության հետ կապված որոշակի բաների անցման, բռնի ուժի կիրառման, նորմալ է, որ ուզենաս գնաս ու հասկանաս ինչ ա եղել ովալացում։ Բայց նայած ոնց գնաս։ Թեկուզ վրդոված։ Կարած դու վրդովես, որ քո երկի մասնակիցներից մեկը շատ բարձր լացում է, գնաս հասկանաս ինչ ա եղել։ Սա ինքնին ինչ-որ իրավախախտում է, թե չէ։ Եթե դուք հիմա ուզում եք ինձանից լսեք իմ բնութագիրը ձեր քայլի հետ կապված, որ դուք բնութագրում եք, որ դուք լսել եք ձայներ, այդ ձայնի ուղղությամբ ընկերներով շղթայված եկել եք, որպեսզի պարզեք, հա, ինչ ա կատարվում, հա, դրա համար է պատճառը։ Շղթայված ընկերներով ես չեմ կարող հարցի հստակեցնել։ Չէ, ես ասում, չէ, տեսեք, դուք ասում եք ընկերներով գործեմ հարցս հրաժարակ երբեք, որ դուք ավելի կոնկրետ նաև ասում եք, որ այ երբ որ շղթայված հետ եկան, դա արդեն նորմալ չէ։ Արգելի պարոն այլս։ Ես երթի ժամանակ, չգիտեմ, շղթայված կգամ, ձեռքերը բռնած կգամ, իրար չգիտեմ, թռվռալով կգամ, ոնց կգամ։ Դա որևէ ձևով կարծում եմ օրինախախտում չի ինքնին գալու ձևը։ Ինքնին արդեն օրինախախտում է, որտեղ ճանապարհը փակված է եւ ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ միգուցե ձեր չի ասվել, բայց արդեն դա իրավախախտում է։ Այդ հարցը մյուս կողմ, բայց դες ինչ ձևով է երկու մեջ հետո առաջ գալիս։ Դա իրավախախտում է, Այո, իրավախախտում է, որովհետեւ դուք արդեն իսկ ճանապարհը փակել եք, արդեն իսկ դուք արդեն մի բան չեք ասել, ոնց է շղթայված, դուք ամբողջ եթե դուք կամ հստակ չասեն, հնարավոր է, որ ամբողջ ճանապարհը նայելով փակած դառնա։ Կան մեկ վարքեր, անգամ պատասխանեց վերջացրեց, առարկելու էր արդեն ժամանակ անցա։ Ուղղակի զուտ դատարանության մասնակիցների ուշադրությունը մերավորումի հանգամանքի վրա, որ եթե վկան չի վերջացրել պատասխանը, հաջորդի հարցը մի ուղղակ։ Ավարտի ամբողջական ցանկացած հարց վերաբերել է կարող է քարել, եւ մեղադրանքին եւ ոչ ոք շարժել։ Հիմա հարցը շատ ամբողջել է սերչին հանվել։ Շղթայված ինչ-որ իրավախախտում է, թե չէ։ Եթե հասարակական կարգի մեջ որտեղ ճանապարհը փակած է եւ շղթայված գալիս են, այո, խախտում է։ Իսկ եթե շղթայված չլինի, դա խախտում չի։ Դա էլ է խախտում։ Դա տեսակներ է, խախտման տեսակներ։ Շղթայվածը փոխում։ Կոնկրետ ձեր քայլի եւ արարքի մեջ, կոնկրետ եթե հստակեցնում եք, այո, շղթայված չլինեի, շղթայված լինեի, գայթ դեպի մեզ եւ ինչ-որ ձեր պահանջը եւ դա արդեն իսկ ինքը խախտում է, ինքս ինքն դառնում։ Որտեղ արդեն իսկ, արգելի պարոն Քոչարյանը, արդեն մի քանի անգամ բազմաթիվ ես վստահ եմ ասում, որ ոստիկանության կողմից ասել է, որպեսզի ճանապարհը երբևէ դուրս գա, որպեսզի չխախտել այլոց իրավունքները, բայց այդ մեր հորդորի քաղաքացիներին երևում չեն լսել, Բերմանի ենթարկվել, հստակ չեմ կարող նշել, ինչ քանակի Երթը որտեղ եք, մայթերով էր երթը։ Ոչ, ճանապարհը փակած։ Դա խախտումների։ Այո։ Բայց չեք բացում։ Փորձել ենք մի քանի։ Այդ երթը գիտեք հետո ինչքան աշարժանակ է։ Ոչ մի ոստիկան ոչ գնացել է, ոչ մի մտածել է։ Չեմ կարծում։ Մի գնացել են, մոտեցել են, եթե չեմ սխալվում, միանշանակ չեմ կարծում, ուղղակի հենց ինձ իհարկե կարող գնա
Ես ձեզ սավորպես վաստասում եմ, որ երբ է գնացել է, այդ ամեն ինչը լայվով նկարահանում էր, ոստիկանության ծառայող չի եղել։ Չեմ կարծում։ Յուրաքանչյուր թեկուզ 10 հոգի քաղաքացի հերնի քաղաքով քայլում ակցիա անելու իրենց հետ պարտադիր լինում է ոստիկանության ծառայող եւ իրենցից անվտանգությունը ապահովելու եւ այլ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Միշտ ցանկացած իրավիճակում ցանկացած տեղ միանշանակ ոստիկանությունը ծառայություն իրականացնում պատշաճ ձևով։ Հարգելի պարոն Քոչարյան։ Այդ օրվա ձեր պատշաճ ծառայությունից ես հայտնել եմ հիվանդանոցում։ Հիմա ասենք առաջ։ Միացում եմ հասկանալ ինձ տանելու ընթացքում որ բարից եք մտնում այդ գործողություններ սկսել Գերմանիայում։ Երբ որ շփայված եք, այդ ժամանակ մենք փորձել ենք ձեր տևել լավ անունը, փորձել ենք քաշել, անջատել ենք եւ մեր ընկերներ աշխատանքային ընկերների հետ 3-4 հոգով եթե չեմ սխալվում, հետևից բխտելով փորձել ենք մեծ անցնել։ Իսկ ոտքերով դուք պահում եք։ Իսկ հենց այդ բանը, երբ որ մենք մոտեցել ենք ձեզ, ինչ որ մեկը Քրիչեք մոտեցել ամենից ասել այ աստիկ մարդիկ կա Եթե չեմ սխալվում մոտեցել եմ, եթե կա տեսանյութ խնդրում, որտեղ չեմ կարող ասել հիմա նշել ձեր հարցին պատասխանել, քանի որ այդքան ժամանակ անց է, եթե կա տեսանյութ խնդրում նայեք եւ հարցին հստակ պատասխան։ Չէ, տեսանյութում հստակելու համար ոչ մի խոսք չկա, մենք գալիս ենք ու Միգուցե չի նշանակել, բայց ես վստահ եմ մի տարբերակ կողմի նայեք էլի Միգուցե կարող ենք վերհիշենք հիշումի դա։ Ինքները չեք գործել, չեք ասել, որևէ Ես հենց ես որ չեք ասել, ոչ ինչ չեք ասել։ Իրավիճակը դեպի թույլ չի տվել կամ հարմար չէ ասած։ Բայց հիմնականում ես խոսում եմ, որովհետև աշխատել չունեմ, եթե կա քաղաքացի որ խախտում արեմ, միանշանակ ես մոտենում դիտողություն անում եմ, առաջինը դիտողություն, երկրորդը հորդոր, երրորդը պահանջ, հետո նոր վերմանում։ Բայց նայած իրավիճակում է, իհարկե։ Նաև ասցիք, որ արդեն ստիպված ինչ-որ հնարքներ եք կիրառում, բաներ կանում, որ կարողանաք ընդպզոր քաղաքացիներին, շարունակող քաղաքացիներին։ Այո։ Իսկ օրինակ, երբ որ ոստիկանության գործողությունների արդյունքում քաղաքացին ընկնում է գետնին, ոստիկանը գետնին ընկած հարվածում է, որ դա ինչ-որ գործողություն է, ոստիկանական, դա ինչ է։ Ես չեմ կարծում, որ ոստիկանության ծառայողը կարող ընկած քաղաքացուն ոտքով հարվածի։ Ես վստահ կարամ առանց նայելու ասեմ, որ չի կարող նմանատիպ բան լինի, որ ընկած քաղաքացուն ոտքով հարվածի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, պարոն Քոչարյան, ես կարող եմ հստակեցնել, որ կան քաղաքացիներ, որոնց որ մեկ հոգով կարող վերման ենթարկենք, կան քաղաքացիներ, որոնց որ մենք կարող ենք վերման ենթարկել 6 հոգով մի քաղաքացու, որովհետև դա կախված է մարդու ֆիզիկական տվյալներից, մարդու ենթարկվել կամ չենթարկվելուց, կախված է ըստ իրավիճակի, մենք հասկանում ենք ոնց նշված քաղաքացուն վերման ենթարկենք, իսկ անվտանգությունից ելնելով, որպեսզի այ օրինակ կարող է վերել, եթե քաղաքացի լինի, որ ֆիզիկապես մի քիչ ուժեղ լինի, մենք բնականաբար 4 հոգով ենք իրան վերման ենթարկում, որպեսզի իր անկանոն շարժումների հետևանքով ինքը իրեն չվնասի։ Մենք ապահով տեղափոխենք 6 հոգով, տեղադրեց հոգով կնի 10 հոգով, Որ խնդրեմ ինձ այդ ջուր կտակ։ Շնորհակալ եմ։ Մենք խնդիր չունենք ձեր 6-10-20 հոգով վերման։ Խոսքը դրա մասին չի, բայց կոնկրետ քաղաքացին, որ ասցիք հայացակորում է, կոնկրետ ոստիկան ողնուկած վիճակում հարվածում է, դա չի Խաչատրյան, ու այս ամեն ինչը կա տեսանյութերում, միգուցե դա ինչ-որ ոստիկանական հնարք է օրինական թույլատրելի, որը մենք չգիտենք։ Ոստիկանության ծառայողը իրավունք չունի քաղաքացուն հարվածել։ Շնորհակալություն։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ Հրաչիկ Խաչատրյանը հաստատ չի հարվածի ընկած կամ ընդհանրապես քաղաքացուն չի հարվածի։ Հիմա ես իմ աչքերին հավատամ, թե ձեր խոսքը բանալու։ Դուք իմ դեր եք, եթե դա տեսել եք, ձայնակերտած, հետո ձեզ կարող ցույց տալ։ Ես ասեմ, աչքերս սխալ են տեսնում։ Դե խոստամ ասեմ։